Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, ինչպես տեսնում եք այսօր մեր հյուրն է Արտակ Սարգսյանը, Քոչարի կուսակցության նախագահան, բայց միջև մեր հաղորդմանը անցնելը կխնդրեմ, որ դուք չմոռանաք հաղորդման ընթացքում ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ այսօր իհարկե Արտակ Սարգսյանի աշխատանքը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Հարգանքներս Լենդրուժյան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք իմ հրավերքը։ Ուրեմն մեկ շաբաթ առաջ, ամսի 24-ին երևի ձեր դատներ եւ վերջապես տնային կալանքը փոխվավ վարչական հսկողություն, եթե չեմ սխալվում, հենց այդպես էլ կոչվում է։ 23-ին դատներ, տևեց 9 ժամ եւ բոլորը հոգնած էին, դատավորը հայտարարեց, որ որոշումը կկայացնի մյուս օրը առավոտյան, ամսի 24-ին որոշումը հրապարակեց վարչական հսկողություն։ Ճիշտ է, սա վերջնական հաղթանակ չի, բայց առաջընթաց է, չի կարելի չփաստել, բայց դուք սպասում էիք այսպիսի առաջընթաց, թե տեսեք, երբ որ դատը սկսվեց, իհարկե փաստաբանը պնդում էր, որ բաց դատ լինի եւ փաստաբանը հստակ բացատրեց ինչի համար, ասաց, եթե վճռաբեկի դատարանները այս ճնշմանը չեն դիմացել եւ որոշում են կայացրել Արտակ Սարգսյանի դեմ, այս երբ որ բաց դատ լինի, հանրային ճնշումը կանի այն, որ եթե ձեր վրա շատ ճնշում լինի, դուք ոնց որ կգցեք հանրային ճնշման վրա եւ չեք անի ապօրինություններ։ Եվ դատավորը երիտասարդ դատավոր էր, ասեմ, որ անծանոթ մի արտահայտություն արեց, որ ասենք դուրս եկավ, ասեց, եթե ճնշումները իմ վրա այնքան շատ լինի, որ ես զգամ չեմ կարողանում դիմադրել, ես խոստանում եմ, որ ես չեմ ցիտում մոտավոր, ես իմ անաչառությունը պաշտպանելու համար կտամ ինքնաբացարկ։ Այսինքն դա ողջունելի էր եւ երբ որ դատավորը սկսեց քննիչին հարցեր տալ ու լուրջ հարցեր, որ քննիչը քրտնում էր, չէր կարողանում պատասխանել, երևի մի 8 անգամ ընդմիջում է պահանջել քննիչը, դուրս էր գալիս, զանգեր էր անում, ուրեմն առաջի ընդմիջումը պատմեմ, երբ որ առաջի ընդմիջումը պահանջեց, դատավորը ասեց, այո, ընդմիջում, դատավորը գնաց, նա փաստաբանից հարցնում է, ասում է դատավորի անունն ինչ է, եւ փաստաբանը սկատակ արեց, ասեց, նեղն ես ընկել, զանգում ես, որ զանգեն, ես էլ կողքից ասեցի Մասիս Մելքոնյան, հիմա, բայց Մասիս Մելքոնյանը չէր, նոր դատավոր էր, հիմա այս մարդը հեռախոսով ասեց Մասիս Մելքոնյանը, այն կողմից երևի ասեցին, այ մարդ Մասիս Մելքոնյանը չի, ուրիշ դատավոր է, եւ մենք փաստաբանից հետ հիմա ճպտում ենք, այս մարդը խառնված զանգեր է անում, որ նեղել են իրան։ Մի խոսքով ողջունելի էր։ Գիտեք ինչն էր ամենակարևոր ողջունելին, Լենդրուշ ջան, ամեն դատավոր վճռաբեկի դեմ դուրս չի գա այս երկրում, այսինքն եթե կա վճռաբեկ դատարանի որոշում, մյուս դատավորները այդքան միջնորդություն են ուղարկել փաստաբաններս, նույնիսկ վախենում են խոսալ, մի տողով պատասխանում են, որ այսինքն վճռաբեկի որոշումից հետո հիմքեր չկա վարույթ ընդունելու, այսպիսի մեկ տող պատասխան է գալիս եւ իրոք ողջունելի էր, որ գտնվեց մի դատավոր, որը զգաց, որ այս վճռաբեկի որոշումը երկար կյանք չունի, եւ արեց այն, ինչը որ անսպասելի էր։ Իրոք արդեն դատի նիստի ժամանակ զգացվում էր դատավորի անաչառությունը, ասենց ասեմ, հա։ Հիմա ազգանունը չեմ հիշում այդ դատավորը, իրոք չեմ հիշում, պետքա նայեմ ազգանունը, բայց ասում եմ, նրա հարցերը, ինչը որ նա քննիչին էր հարցեր տալիս եւ այդ քննիչի շփոթվածությունը, արդեն զգացում էր, որ այս դատավորից կարող ենք սպասել, ինձ թվաց ընդհանրապես խափանման միջոցը կհանի, բայց տվեց մի ժամանակ, որը որ ասենք չի էլ խանգարում, եթե
երկրից դուրս ճամփորդելու նպատակ չունենայի, չերե խանգարի ժամը գիշերվա 12-ից առավոտյան 8, այսինքն առաջվային աննորմալ ռեժիմը չէր, որ երեկոյան 19:00-ից գիշերվա 3-ը։ Այդ անցած ռեժիմը, որ նշանակել էին, հավատացեք, եղել է ժամանակ, որ մեքենան կանգնացրել եմ միտեղ, ասենք Հրաչյա Քոչարի վրա եւ վազել եմ տուն, հետո տնեցիկ գնացել մեքենան բերել են, այսինքն խցանումների պատճառով գիտեի, որ չի հասցնելու 19:00-ին տունը լինել։ Այդքանը։ Բայց այն ժամանակ տնային կալանք չէր։ Այսինքն տնից Հիմա դուրս չպետք է գայ։ սկզբից 4 ամիս տնային կալանք եղավ, Ահա, հետո 11 ամիս եղավ վարչական հսկողություն, ահա, հետո վճռաբեկի որոշմամբ 2 ամիս տնային կալանք եղավ, ելի փոխվեց վարչական հսկողություն։ ահա։ Այսինքն չի բացառվում, որ էլի տնային կալանք տան ապագայում։ Այո, իհարկե, համ մենք ենք բողոքարկելու, համ քննիչներն են բողոքարկելու, հետո նրանք վճռաբեկել են բողոքարկելու, այո, այս երկրում չի բացառվում, որ էլի Տաշիր Սամոյի բաժանաղը դատավորը վճռաբեկի ինձ էլի տնային կալանք տա։ Բայց վերջը հիմի ձեզ ինչու են մեղադրում։ Այդ զենք պայելու համար ու վերջ։ Չէ, մեղադրում են ուրեմն զենքը կարծես դուրս է եկել, մեղադրում են ապօրինի երկիր մուտք գործել, ես այդ դեպքն է կպատմեմ, մեղադրում են փողերի լվացման մեջ ապօրինի երկիր մուտք գործել, ուրեմն քննիչը դեսա նախաքննության գաղտնիք չի, երբ որ մենք պահանջել էինք առաջին ձևը բերեք, քանի որ մենք հստակ ասում ենք, որ ամբողջ անձնագրերս բոլորը ստացել եմ տարբեր երկրների դեսպանատներից։ Եվ առաջի ձևի մեջ դա երևում է, կա դեսպանատան կնիքը, դեսպանի ստորագրությունը, եւ երբ որ նրանք չեն բերում, ընտանիքիս ուղարկում եմ անձնագրերը հավաքում, բերում են այլ երկրներից։ Հիմա նիստի ժամանակ հարցը տրվեց, հենց խոսում էր հատուկ մի անձնագրի համար, որը որ դատարանի դիմաց է ցույց էի տալիս, գոնե այդ քննիչները այդքան խելոք լինեին, որ այդ հոլովակը նային դատից առաջ, հենց այդ մի դրվագով իրանք գրում էին, որ հաստատ ապօրինի եկել է երկիր, այդ անձնագիրը ստացել է, հենց այդ սերիայի անձնագիրը եւ փաստաբանս նույն հարցը 3 անգամ տվեց։ Քննիչը ասաց, այո, մենք հաստատ գիտենք, երկրում է եղել, այդ ժամանակ անձնագիրը հանձնեց դատավորին, ասաց, օրը նույնիսկ քննիչը նշեց, մոտավոր երբ է եկել, երբ որ դատավորը տեսավ դեսպանատան կնիքը եւ փաստաբանս բացատրեց, որ առաջի ձևը պահանջել ենք, մատյանները պահանջել ենք եւ օրը, որ նրանք նշում էին, իմ անձնագրի մեջ այդ օրից 2 օր առաջ ես եղել եմ Մոնղոլիայում եւ 2 շաբաթ հետո Մոնղոլիայից ճամփորդել եմ։ Այսինքն դատավորն էլ հասկացա, որ մի մեծ կեղծիքի հետ գործ ունենք այստեղ։ Եվ երևի դա հենց այդ արմատական փոփոխությունն էր նրա ներքին, ինչ ասեմ, կարծիքի, թե ինչի, երբ որ քննիչը պնդում է, որ այո, մենք հաստատ գիտենք, այսօրը եկել է անձնագիր է ստացել, նրանք մտածում են, եւ այդ անձնագրերը հանձնվել է Բայց ես դեսպանատուն։ հասկանամ, այսինքն իրանք ասում են դու եկել ես երկիր, նոր ես անձնագիր ստացել։ Հա։ Իրանք ասում են երկիր ես մտել, Ահա։ անձնագիր ես ստացել, բայց այլ ճանապարհներով ես մտել, սեկտ համակարգում քո անունը չկա, այսինքն ելքն ու մուտքը չկա, դու ինչ որ գախնի ճանապարհներով մտել ես Հայաստան, անձնագրերդ ստացել ես եւ դուրս ես եկել էլի գախնի ճանապարհներով եւ նշում են մոտավոր, ոչ թե մոտավոր, նշում են ժամկետը, երբ եմ երկիր եկել եւ ամբողջովին բացառում են, որ անձնագրերը կարող է ստանալ դեսպանատներից։ Դուք ինքնաթիռով եք եկել Հայաստան։ Այո, իհարկե։ Բանդեղ չկա օդանավակայան։ Ես այդ ժամանակ չեմ եկել, մինչև 2020 թվականը ես Հայաստան չեմ եկել։ 2020 թվականին ինքնաթիռով եմ եկել։ Ես իմ անձնագրերը ստացել եմ դեսպանատանից, երբ որ անձնագիրը էջներ վերջանում,
Սովորաբար մի տարվա մեջ 2-3 անձնագիր էի Թե իմ փոխում, հարցը քանի էսա, որ որ դուք ինքնաթիռով եկել եք։ չեմ եկել, հարցը էդ է։ Անձնագիրս վերջանալուց դիմել եմ, ասենք, Արաբական Էմիրությունների դեսպանատանը, որ անձնագիրս վերջանում է։ Այնտեղ լրացնում ես դիմումը 2 շաբաթ կամ 1 շաբաթ նայած ինչ գումար ես վճարում, անձնագիրդ գալիս է դեսպանատուն, քեզ կանչում են, հին անձնագրի սերիան կտրում են եւ տալիս են նոր անձնագիրը, Չէ, եթե սպասեք, պարոն մի Սարգսյան, հա սպասեք։ Հիմի կամ ես եմ խառը չեմ հասկանում, կամ դուք եք խառը պատմում, չեմ հասկանում։ Ձեզ մեղադրում են ապօրինի մուտք գործելու համար երկիր։ ասում են դու եկել ես, ստացել ես անձնագիր, բայց սեկտ համակարգը, սեկտ այսինքն այդ էլեկտրոնային համակարգը, որ ցույց է տալիս մարդու ելքն ու մուտքը երկիր։ Այնտեղ գրանցված չի, բայց մենք հստակ գիտենք, որ դու եղել ես անձնագրայնում, օվիրում եւ այնտեղ ստորագրել ես, ստացել ես անձնագիրը։ Այսինքն, երբ որ փաստաբանը նրանց նախաքննության սկզբից ասել էր բերեք դիմումը, բերեք առաջին ձևը, այսինքն եթե դիմումը առաջի ձևը նրանք բերեն, այնտեղ դիմումի վրա առաջի ձևի վրա դեսպանատան կնիքն է, դեսպանի ստորագրությունն է։ Նրանք իհարկե չեն բերում, որպեսզի նախաքննությունը շեղեն, հույս ունենալով, որ անձնագրերը հանձնվել է, բայց քանի որ իմ անձնագրերի մեջ միշտ եղել է այլ երկրի վիզաներ, նույնիսկ երբ որ անձնագիրը չեղյալ է համարվել, այնտեղ գրվում է passport is cancelled, but visas are valid, այսինքն անձնագիրը հետ չի եղած, բայց հրավերքները գործում են եւ ճամփորդելուց սովորաբար 2-3 անձնագիր, ասեն scrap-ով փակցրած գնում եմ այդ երկրի էմիգրացիան նայում է հին անձնագրի վիզան, բայց կնիքը դնում է նոր անձնագիր, դա սովորական պրակտիկա է։ Հիմա երբ որ նրանք դատի ժամանակ պնդում են, որ այո, մենք գիտենք ինքը եկել է սեկտ համակարգում չկա, օրը գիտենք, երբ է եկել, եւ երբ որ ասենք փաստաբանը հանում է անձնագիրը եւ տալիս է դատավորին, ասում է պարոն դատավոր, մենք առաջի օրից ասել ենք, որ դեսպանատնում ենք, ահա անձնագրի մեջ նույն կնիքը եւ ստորագրությունը, որ առաջի ձևի մեջ է, նույնը դրվում է անձնագրի մեջ, հին անձնագրի եւ նոր անձնագրի մեջ։ Ահա անձնագիրը եւ օրը, որ նրանք նշում էին, ասել մուտքը Մոնղոլիա 2 օր առաջ այդ թվականից, որ իրանք էին ասում, չեմ հիշում, օրը հիմա իրանք ասում են, օրինակ, ամսի 10-ին եկել է Հայաստան, բայց ես ամսի 8-ին գնացել եմ Մոնղոլիա եւ 2 շաբաթ հետո Մոնղոլիայից ճամփորդել եմ մեկ այլ Կենիա։ Հիմա սրանց մոտ խառնաշփոթ արդեն ստեղծվեց եւ դատավորը տեսնելով իսկական անձնագիրը տվեցինք դատավորին եւ պատճենը տվեցինք, որպեսզի կցվի գործին։ Դատավորը տեսնելով այս փաստերը եւ դրանից առաջ, երբ որ փաստաբանս նույն հարցը կրկնեց 3 անգամ, ասես դուք ասում եք հենց այս սերիայի անձնագիրը գիտեք, որ ստացել է, այո, ասում է, ստացել է օվիրից, մենք գիտենք, երբ որ հարց են տալի դիմումը բերել եք, կցել եք, ոչ, արգրավել եք, ոչ, առաջին ձևը կցել եք, արգրավել եք, ոչ, դե եթե նույնիսկ նրանք գնացել են, չէին է կցի, որովհետև իրենց, ասենք, այդ շինցո գործերի դեմ է։ Իրանց հույսը, որ անձնագրերը չկան, անձնագիրը նորը ստանալուց արգրավել է, արտակի մոտ անձնագիր չկա, մենք էլ սենց հակը ձգենք, բայց կանգնեցին փաստի առաջ, Արտակ Սարգսյանը հին անձնագրերը չի հանձնել, հին անձնագրերի մեջ բոլորի մեջ վիզաներ են, բոլոր այդ անձնագրերը ընտանիքը հավաքել է կեսը Կենիայից, կեսը Դուբայից, այսինքն հավաքը բերել ենք ու հիմա իրանք կանգնած են լուրջ փաստի դիմաց։ Հիմա իսկ այդ փողերի լվացումը Հայաստանի մասին է, խոսքը թե Հայաստանից դուրս։ Չէ, ուրեմն 2004 թվականին, երբ որ բռնվեց մեծ կոկաինի պարտիա, տոննա 200 կիլոգրամ իմ կողմից,
կան մարդիկ, որ դատապարտված են ցմա տարբեր ազգությունների եւ երբ որ վճռաբեկը վերջացավ, ես դիմեցի 12 դեսպանատան, ԱՄՆ, նահանգներ, եվրոպական, դիմեցի ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցագործությունների դիվիժնի, հա, բաժնի ղեկավարին, որ եկեք արդեն վերացնենք, այս փաստերը արժեք չունեն ոչ մի դատական քննությունների համար, այսինքն ամեն ինչ, ամեն դատական ինստանցիան վերջացել էր։ Իրանք որպես այդպիսի արժեք, որ հանցագործը հրաժարվի, ասի կոկային չի եղել, բոլորը սպառված էին, եւ մեզ էլ դա պահելը, ասենք, ավելորդ տեղ էր զբաղացնում, հենց այդ նորաստեղծ DIA, հա, Drugs Enforcement Agency, որ մենք ստեղծել ենք, պահեստում ավելորդ տեղ էր զբաղացնում։ Եվ երբ որ մենք կազմակերպեցինք այրումը հնդիկների կրեմատորիայում, դե գիտեք, հնդիկները իրենց դիակները վառում են, Կենիայում չենք թողում, որ փայտերով վառեն, ավելի ցիվիլ ձևով կրեմատորիայում են այրում, պայմանավորվեցինք օրը ժամը, մենք ապահովում էինք այդ դիգնատորիների, հա, այդ VIP-ների, ասենք, անվտանգությունը եւ կոկայինի հասցնումը այդ վայր։ Երբ որ կոկայինը սկսեցին այրել, մենք գործել չունեինք, ուղղակի այդ դիգնատորիների VIP-ների, ասենք, անվտանգությունն էինք ապահովում, որ մեծ պարտիա էր, հանկարծ հարձակում չլիներ։ Երևի մի 2 կիլո այրել էին, եկավ իմ թշնամին, որը որ ես վերջերս մեռավ, Ռեյլա Օդինգան, օպոզիցիայի ղեկավարը, ասաց, որ սա կոկային չի, արտակը եւ եղբայրները փոխել են կոկայինը։ Անմիջապես այրումը կանգնացրեցինք, տվեցինք ինդիկատոր, ամերիկյան դեսպանը հրաժարվեց, ասաց մենք մերը կիբերենք մի կես ժամ։ Բոլոր փաստերը YouTube-ում կա եւ գրանցված է։ Ասաց մենք մերը կբերենք, իմիջիայլոց Ամերիկայի դեսպանը եւ Անգլիայի դեսպանը եկել էին խորհրդականների հետ, բայց իրականում նրանք հանդիսանում էին Ամերիկայի եւ Անգլիայի DEA ագենտները, այսինքն հականարկոտիկի Drugs Enforcement Agency ագենտները։ Կես ժամ սպասեցինք, Ամերիկայի դեսպանատունը բերեց իրենց կատալիզատորները, ինդիկատորները, ամեն առաջինը, ամեն 6-ը, ամեն 10-ը իրենց ուզելով կանգնացնում էին, քանի որ դա հատուկ մշակված կոչվում էր cooked cocaine, հա, ինքը աղյուսի պես էր, պինդ էր, պետք էր սղոցով կտրել, դնել, թափ տալ, դառնում էր պրպել, հա, այդ ֆիալետովի այրում էին, կշռում էին, այրում էին եւ մենք ստացանք գովասանագրեր, պատվոգրեր համ դեսպանատներից, համ Միացյալ ազգերի կազմակերպությունների թմրադեղերի եւ հանցագործությունների բաժնի ղեկավարից եւ նույնիսկ Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարի կողմից, որ այդ չարավիքը ոչնչացվեց։ Հիմա իրանք ինչ են ասում։ Դրանից հետո այդ օպոզիցիայի ղեկավարը գնում է մի թերթի խմբագրություն, որը որ մենք փակել էինք, այդ նյութերն եկա, որը որ քարոզում էր տրայբալ ատելություն եւ պատկանում էր նախկին նախագահին Արապմոյին, որը որ նորից թշնամի էր ինձ, եւ Արապմոյը արդեն մեղադրվում էր Ռուանդայի կոտորածի կազմակերպման մեջ, ունենալով ռադիոալիք այդ Freedom ռադիոալիքը Ռուանդայում, մեկ ռադիոալիքով 100 օր 1.5 միլիոն մարդ իրար սպանեցին եւ Արապմոյն էլ հենց այդ մաչետաների մատակարարողն էր եղել Ռուանդա, որպեսզի մի ցեղը մյուսին սպանի եւ նա արդեն ճանաչված էր մեղավոր, ունենալով այդպիսի փորձ ատելություն քարոզելու, մենք փակեցինք այդ հեռուստաալիքը KTN-ը եւ թերթը East African Standard-ը։ Մի խոսքով այս մարդը գնում է հենց այդ թերթ եւ հոդված է գրում, որ Արթուր եղբայրները փոխել են 2004 թիվ մեր հայերը ինտերնետից վերցնում են 2004 թիվ
թերթի հոդվածը եւ ասում են Արթուր եղբայրները ինչ հարստություն ունեն, նրանք որոշ տեղեկություններ ունեն հեռախոսներից, հաշիվներից, ինչ գումարները, դա այդ կոկայինը նրանք այն ժամանակ փոխել են եւ այսօր ինչ ունեն, իսկ նրանք դատավորին ասում են, որ ինչ տաշիր սամո Արթուր եղբայրները ամենահարուստն են թղթերով, հաշիվներով եւ բոլոր այդ կոկայինի փողերն են։ Հիմա այդտեղից գալիս է հոդված իբր փողերի լվացում։ Երբ որ դիմում են Ինտերպոլի պատասխանները գալիս են, որ Արթուր եղբայրները հետախուզման մեջ չեն, դիմում են մի քանի երկիր, այդ երկրները ասում են Արթուր եղբայրները հետախուզման մեջ չեն, Արթուր եղբայրները հանցագործություն չեն կատարել եւ այլն եւ այլն։ Հիմա սրանք որպեսի ժամանակը ձգձգեն, ինչ են անում։ Ինտերպոլը իրանց հերիք չի, երկրները իրանց հերիք չի։ Սկսում են 4 երկիր եւ Ռուսաստան ուղարկել հարցումներ։ Բայց պատասխանը արդեն եկել է։ Հիմա սրանք նոր հարցումներ են ուղարկում եւ ժամկետը, քանի որ 1 տարի է տրված ծանր հանցագործությունների, օրենքով քննիչը եթե չի տեղավորվում այդ ժամկետի մեջ կարող է կասեցնել այդ ժամկետը մինչև 2 տարի։ Հիմա սրանք արդեն 4 անգամ այդ ժամկետը կասեցրել են եւ կասեցման պատճառը նշում են բոլոր քննչական գործողությունները ավարտվել է, հիմա սպասում ենք այս պատասխաններին։ Երբ որ փաստաբանը հարցնում է դատավորը նույնիսկ հնարավոր է որ ձեզ չպատասխանեն, նրանք ասում են հնարավոր է։ Ինչ որ վերացական վկաներ արտասահմաններում պետք է հարցաքննվեն, երբ որ դատավորին հարց ենք տալիս, ասում ենք, բա լավ, կա այդպես պրակտիկա, ուրիշ երկրում վկային հարցաքննեք, այստեղ հաշվի առնեք, ասում են չկա այդպես պրակտիկա։ Հիմա էլի դատավորի որոշումը ոնց որ առաջին անգամ չշփվել վարույթով անցնող վկաների հետ։ Եվ պրոբացիայի ծառայությունը պարտավոր է տալ ինձ վկաներից նենց է դուս գալի, որ դուրսը եղած մի բանը, հա, եկեք sense վեկալենք, որ Հայաստանի ընդհանրապես կապ չունի, ու դրսից ոչ մեկ ձեզ չի պահանջել, հա, ու իրանք վեկանել որ չի պահանջել։ Նրանք նույնիսկ ասել են այդ մարդը հարգարժան մարդ է, մի հատ բացահայտեք այսքան email, այսքան հարցում ինչ եք ուղարկում։ Ոչ մեկ ձեր հետևից չինգե, ոչ մի երկիր ձեզ ման չի գալի, ոչ մի երկիր ձեզ հետախուզում չի տվել, իրանք իրանցից բռնե որոշել են, որ չգիտեմ, որ Աֆրիկայի երկրի որ գործի համար այս մարդուն պետքա ձերբակալի։ Տենց է դուս։ Գործի չէ, թերթի հոդվածի օպոզիցիայի ղեկավարի։ Թերթի հոդված։ Ես Լենդրուժան, ես այդ մասը կուղարկեմ գործից ամբողջը չեմ ուղարկի, հենց այդ մասը Ինտերպոլի պատասխանը։ Ճիշտ է, սրտի ցավով եմ ասում, որտեվ իմ հայրենիքն է, բայց սա մի հատ լավ կոմեդիայի բան է, սցենար է, էլի, որ կարելի է մի հատ կոմեդիա կինո նկարել։ Ուրեմն նիստի մոտ մի կես ժամ, մի ժամը գնաց այն բանի վրա, որ փաստաբան ասում էր թողեք բաց նիստ։ Եթե այդ նիստը բաց լիներ, Լենդրուժան, դուք կոմեդիանը տեղ կտեսնեիք։ Կոմեդիանը տեղ կտեսնեիք։ Կոմեդիան այն բառը չէր։ Բոլոր նիստերս են կոմեդիա եղել, սկսած առաջին նիստից, նույնիսկ ես մի հոլովակ եմ նկարը հանել են ամբորսալի վրիժարուներից, երբ որ Կուդասովի մոտ գալիս է բուրնաշը, պատմում է, ասենց երաժշտություն է գնում դեմքերը. Եվ երբ որ դատը գնում էր, ես նստած սենց քննիչը խոսում էր, ինչ են սրանք դուրսը, եւ ամենածիծաղելին գիտեք որն է, ուրեմն այդ հոդվածի մյուս մասում գրած է նրանք 6 եղբայր են, հենց այդ օպոզիցիայի ղեկավարը գրել է նրանք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի մասում եւ մի քիչ հետո գրում է կոկայինից։ Հիմա այդ դատերից մեկի ժամանակ ես կանգնեցի Մասիս Մելքոնյանն էր դատավորը, ասեցի պարոն դատավոր հարգարժան դատարան, մենք այս 3 եղբայրս անմեղ ենք, այլ մյուս 3-ին բռնեք, նրանք հանցագործներն են, ես էլ ցուցմունք կտամ։ Քննիչը կանգնում է, ասում է
Մենք գիտենք, որ նրանք 3 եղբայր են, դա օպոզիցիայի ղեկավարի ասածն է, ասացի այ էդ է ուզում լսել։ Հիմա հոդվածի կեսը ձեզ ձեռ չի տալի, ասում եք օպոզիցիայի ղեկավարը սուտ է խոսում, 6 եղբայր չեն, բայց դրա հենց տակի մասը, որ ասում է կոկայինը փոխել են, Այդի ձեզ դեռ ձեռ է տալիս, հա, Հմ. ասում եք, այսքան ասում են օպոզիցիայի ղեկավարը սուտ է ասում, այս մի մասը ճիշտ է ասում։ Բայց որ ասում են այս մարդիկ վատն են, այս մարդիկ չգիտեմ աղբերներով սատանային դուրսը սատանայություններ են, դատավորը չի հարցնում, բա որ այս մարդիկ այսքան վատն են, չի իրանց հետևից ոչ մեկ ընկած չի, հա, ոչ մի ուժայիններ այս մարդկանց հետ։ Այս դատավորը հարցրեց։ Իրոք այս դատավորը հարցրեց, նույնիսկ հարցրեց, ասեց մենք դեսպանատան կնիքը հայկական կասկածի տակ դնում ենք, քնիչը ասեց ոչ։ Եվ կոպիտ որ չցիտեմ, ասեց, բա այս ինչ կապիկություններ եք անում։ Փաստաբանը 3 անգամ հարցը տվեց անձնագիրը տալուց առաջ։ 3 անգամ նույն հարցը տվեց եւ այս ասեց, այս անձնագրի սերիան դուք պնդում եք։ Այո, մենք պնդում ենք, մենք հաստատ գիտենք։ Օվերում ինքը ֆիքսվել է, եկել է օվերից ստացել է։ Այսինքն մի սուտ հասկանում եք, որ մի խոսքով մի խայտարակություն։ Ես անգամ չգիտեմ, խայտարակության մի բան ասեմ, կներես։ Ուրեմն նիստի ժամանակ, երբ որ 3 անգամ փաստաբանս հարցը տալիս է եւ երբ որ քանի որ հարցերը երկար են, դատավորը ասաց հարցերը նստած ընթացակարգով, որ չհոգնեն։ Քննիչը նստած է, երբ որ 3-րդ անգամ հարցը տալիս են, քննիչը կանգնում է, կոստյումով ձեռները սենց Էսա, в общем, ուզում ես, չես ուզում, իմ պատասխանը էսա, այսինքն արտահայտություն է անում։ Եվ ասում ես, չեմ հասկանում, քո պանյատները որն է, փաստաբան, հետ է պանյատ։ Այս փաստաբանս էլ աշկերը փագում, բերանը բացում։ Պարոն դատավոր, այս ինչի է վերածվել դատական դահլիճները։ Այս շինցոգործերով այս ինչեր եք սարքել, դատավորը նկատողություն, մի խոսքով մի խայտարակություն։ Մարդը դատավորն էլ պետք։ Ոբշեմ, ասում եմ, ոբշեմ էսա։ Ուզում ես, չես ուզում, ձեռով էլ սենց անում, ոբշեմ էսա, ուզում ես, չես ուզում, էսա։ Լավ է, որ ֆիքսված է այդ ամեն ինչը ձայնագրությունները կան, հետո մենք կվերցնենք, երբ որ ամեն ինչ ավարտվի, դա հանրությանը կտրամադրենք, բոլոր դատերը ֆիքսվում են։ Մի խայտարակ վիճակ։ Դուք եք նկարում։ Չէ, ֆիքսվում է դատարանում, ֆիքսվում է աուդիո։ Հետո եթե իրանք են անում, ոնց ուզեն կարան մոնտաժ անեն։ Չէ, մոնտաժ չեն անում, բոլոր նիստերից առաջ փաստաբանները դիում են եւ այդ հոլովակները տրամադրվում է փաստաբաններին, բոլոր հոլովակները փաստաբանը արդեն ունի։ Այո, բոլոր։ Իսկ ինչպես է հիմա, հա, ընթանում ձեր կուսակցական գործերը։ Վերջով հիմի ազատության մեջ եք, կարող եք դուրս ու ներս անել։ Կա շարժ, աճում է, հա, ասում եմ, բարգավաճում է ձեր կուսակցությունը, համալրվում են։ Այո, համալրվում են։ Ես հիմա թիվը կասեմ մոտ 5000 անդամ ունենք արդեն Դենդրուս ջան, որը որ բացի անդամ լինելուց մենք սոցհարցումներ ենք անում եւ 0.2%-ից ահագին բարձրացել ենք, այսինքն եթե մենք նայենք այն բոլոր այն կուսակցությունները, որ կան փոքր կուսակցություններ, ասենք, որ ստեղծվել ենք միաժամանակ, բոլորը գալիս են 0.2%, նույնիսկ հանրապետականը կասեի 0.2%, նույնիսկ հանրապետականը մենք մոտ 4%, այսինքն հարցումներով մոտ 4, մի քիչ ցածր, դե կարող է տատանվի էլի, բայց ընտրությունների ժամանակ իհարկե այդ թվերը էական ուղղակի ճանաչելիությունը բարձրանում է։ Այո։ Իսկ մասնագիտական համալրումներ լինում են, որտեղ միայն անդամները քիչ են քաղաքական դաշտում գործողություններ կատարելու, հա, մասնագետներ գալիս են ձեր կուսակցությունը, հա։ Տեսեք, Լենդրոս ջան, այո, սոցիոլոգներ նկատի ունեմ, այդպիսի էլի մասնագետներ, ովքեր որ կուսակցությունը առաջ կտանեն իրենց անալիտիկայով, իրենց պրոֆեսիոնալ աշխատանքով։ Ունենք շատ մեծ գիտնականների թիմ, որոնց որ ես խնդրել եմ, որ կուսակցության անդամ չդառնան։ Ես անձամբ խնդրել եմ
այդ գիտնականներին, ես գիտեմ, որ նրանք ընտրելուց միայն մեզ են ձայնը տալու, բայց ես անձամբ խնդրել եմ, որպեսզի նրանք կուսակցական անդամ չդառնան, քանի որ կուսակցությունը ընդհանրապես Լենդրուժ ջան, սահմանափակում է ինչ-որ մեկի գործունեությունը, հասկանում եք։ Այո։ Այսինքն, եթե դու կուսակցություն ես, դու արդեն սահմանափակված ես օրենքի սահմաններում, նույնիսկ ասենք, եթե դա հասարակական կամ ժողովրդական նախաձեռնություն է, օրենքի դիմաց ավելի շատ առավելություններ ունի, քան թե կուսակցությունը հավաք կազմակերպելը, երթ կազմակերպելը, եթե հասարակական նախաձեռնություն է, նա ուղղակի իմացա տալիս, որ մենք այստեղ հավաքվում ենք, շարժվում ենք, երթ ենք կազմակերպում, իսկ կուսակցությունը արդեն պետք է նախորոք համաձայնեցնես ՆԳՆ-ի հետ, քաղաքապետարանի հետ, այսինքն կուսակցությունը իրականում շատ սահմանափակում է քո գործունեությունը, քան թե ասենք ինչ-որ ոնց ասեմ առավելություններ է տալիս եւ դա հենց դիտավորյալները հալածա, որ կուսակցությունները սահմանափակվեն իրենց գործունեություններով։ Ցավոք մենք տեղեկացանք, որ դուք կորուստել ունեք, հա, հեռացել է Գագիկ Թադևոսյանը, նա ինքն է հայտարարել իր YouTube ալիքում։ Ճիշտ ասած, ես տեսա, զարմացա, բայց ո՞րն է պատճառը, Ես չէի ասի, որ հեռացել է, իստում է Գագիկ Թադևոսյանը իմ մարտական ընկերն է, առողջական հարցեր ունի, որ ես չեմ ուզենա բարձրաձայնել, անցնում է բազմաթիվ վիրահատություններով եւ նա այս պահին գտնում է, որ խորհրդի անդամ, ասենք, այդքան չի կարող նվիրվել կուսակցական գործին եւ գտնում է, որ խորհրդի անդամ մեկ ուրիշը լինի, ես նրան խնդրել եմ մտածել, որոշումներ չկայացնել, նա ունի եւս մեկ վիրահատություն մոտակա օրերը եւ չեմ ուզենա, ասենք, մարդու առողջականները այստեղ քննարկենք, բավականին ծանր վիրահատություն եւ մենք կաղոթենք, որ լավ անցնի այդ վիրահատությունը, մեր մեջ չկա տարաձայնություն, այսինքն տարաձայնություններ մեր մեջ շատ են, բայց հայրենիք կառուցելի գործում ես եւ Գագիկը ունենք նույն ծրագրերը եւ նույն գաղափարները։ Տեսնենք վիրահատությունից հետո եւս մեկ անգամ խոսենք մեր մարտական ընկերոջ հետ եւ դրանից հետո արդեն կորոշենք։ Դե ինչ, մենք մաղթում ենք առողջություն Գագիկ Թադևոսյանին եւ հիմա անցնենք մեր քաղաքական, ներսի Հայաստանում այս խառաֆոնին, իշխանություն, հոգևոր կյանք եւ այլն, հենց այս թեժ պահին Ռուսաստանում շքանշան են նվեր տալի, հա, կամ պարգևատրում, ոնց են ավելի ճիշտ ասում, եզրասին։ Ինչպես կմեկնաբանեք, սա ինչ մեսիջ էր, հա, ինչ էր ուզում Ռուսաստանը ասել սրանով։ Ուրեմն տեսեք, Լենդրուժ ջան, իմ կարծիքը վեհափար եւ իշխանություն, ես ասել եմ, երկուսն էլ մի աղբյուրից ծնվում են, իրար հետ կարող են գզվել, բայց տերը նույնն է։ Հիմա ես շներ ունեմ, շներս կարան իրար հետ կռվեն, բայց ես տերն եմ, բաժանում եմ եւ վերջ։ Հիմա ինչքան էլ իրանք իրար հետ գզվեն, տերը նույնն է։ Շքանշան տալիս են Եզրասին, Կիրիլը շքանշանը տալիս Մեհրիբանին։ Այսինքն հիմա մյուս հարցի մասին խոսենք, վեհափար կամ այն մյուս կողմ, որ ժողովրդի մեջ ստեղծվել է, եթե Լենդրուժ ջան, ինչ որ մեկը կգա տերդերներից, հա, ես տերդեր եմ լրիվին ասում, ես չգիտեմ իրանց ռանկերը, իմ համար տերդեր են, ու կասի ես սրբոց սուրբն եմ թքի երեսին։ Ես կես հստակ ասում եմ, իրանց մեջ էլ եթե կլնեն ուղիղ մարդիկ, դուք իրանց կհարցնեք, հիմա ինչ վերաբերվում է, որ այս մանիպուլյացիաները ինչի համար է կատարում, հիմնական ծրագրից շեղելը, հիմնական խնդիրներից շեղելը ժողովրդին, այսինքն գնում ենք
եկեղեցին գրավեն, գնում ենք Էջմիածինը գրավենք։ Սա ես էլ եմ ասում, երկուսն է մի աղբյուրից ծնվող են, չեն գնալու, վերացնելու են այն մարդկանց, որ խանգարում է վեհապարին։ Հենց այսինքն եթե վեհապարին խանգարում են, զարմանալի չէ ձեր համար, որ ամեն թեմ ուներ մեկ առաջնորդ, Շիրակի թեմը ուներ երկու առաջնորդ։ Դա շատ զարմանալի դիցվար, հիմա ունի մեկ առաջնորդ, որը որ վեհապարի նշանակացնա։ Այսինքն որտեղ որ վեհապարը ունի օպոզիցիա, կառավարությունը նրա օգնում է այդ հարցը Դե լուծվում։ դա արդեն Միքայելի խելքից էր, հա, կարելի է ասենց ասել, որ իրան եթե ինքը ավելի շատ հոգևոր դաշտում պահեր, այ օրը սրան չէր հասնի։ Կամ ժողովրդական լեզվով ասած, որ ուրիշների կուտը չուտեր, հա, այն որ ասում է առաջ չընկներ, հա, այս օրին չէր ասնի։ Դրա համար միշտ չի ես որ համամիտ եմ, որ ասում են տարիքը, բան, փորձա, բան, հա, բայց տենում եք որ դուք շատ լավ Չէ, հասկանում եք ես ինչ եմ ուզում ասեմ, ես գիտեմ այո, որ մարդիկ կլինեն հիմա դիտողների մեջ չեն հասկանա ինչ եմ ես ուզում ասեմ, բայց ինքը ընկավ այն թակարդը, ու դա հենց այդ անփորձության եւ անմտածելակերպ քայլերի շնորհիվ բերեց, հա։ Ճիշտ է, մի քիչ կոշտ է հնչում, բայց ես իրականությունն եմ ասում։ դե հիմա այդ թակարդը կարանք բոլորս ընկնենք, Կոչուբայովը լինելով sense փորձված փաստաբան, նույն թակարդի մեջ Կոչուբայովը ընկավ, այսինքն գործում է հաշվե հարդարի սկզբունքը։ Տեսեք, ասենք Կոչուբայովը կատարել էր մի գրանցում իր Facebook-յան թե ինչ-որ մի սոցցանցի էջում, որը որ չեմ էլ տեսել։ Այսինքն այդտեղ արդեն ոչ թե օրենք է, այլ դու մեզ սենց ասեցիր, հեսա մենք քեզ ցույց կտանք։ Ալֆան գնում է պարկասնում փռում է գետնին, Կոչուբայովին ձերբակալում են, կալանավորում են հաշվի հարդարի սկզբունք, այսինքն նույնը մեր հետ էր, երբ եթե այն ժամանակ մեզ լսեին, այսօրը չէինք ընկնի, երբ որ մենք ասում էինք խոսացեք, սխալ ձև է, չխոսացին, այս անգամ էլ կոչ արեցինք իրավաբաններին, իրավապաշտպաններին, որ գործադուլ արեք, իրավաբանների գործադուլը շատ ուժեղ քայլ է, այսինքն նրանք երկու անգամ արեցին, մի անգամ երբ որ Էրեբունու ոստիկանությունում փաստաբանին ծեծել էին, մյուս անգամ երբ որ նրանց վրա բարձրացնելու էին հարկերը, երբ որ փաստաբանները գործադուլ են անում, հնարավորությունը որ մի շարք հանցագործներ փողոցում են գտնվելու, այսինքն 72 ժամը լրացողներ կա, դատական կալանքի միջոցների լրացումներ կա, այսինքն եթե դու մեկ օր նույնիսկ գործադուլ անես, պատկերացրու քանի հոգի կա ձերբակալվածում 72 ժամը իրոք հանցագործներ, նրանք գտնվել են փողոցում, դա ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ, դրա համար փաստաբանների գործադուլը շատ վտանգավոր քայլ է երկրի համար եւ ազդում է։ Այս անգամ չարեցին հերթով փակվելու են։ Կա ժամանակ, որ երբ որ իմ փաստաբանը ինձ չի պատասխանում, գրում եմ հոգեզել չեն փռել ասֆալտին։ Հա, հիմա հետ գանք այդ շքանշանը այս երկրում դարձել է, այսինքն այս երկրում Ռուսաստանում շքանշանը դարձել է ոչինչ, ասենք մենք տեսանք շքանշան են արտաքին գործերի մարդուն տվեցին, մենք տեսանք շքանշաններ գեներալներին են տալիս պարտված գեներալ են սարքում 44 շարայից հետո մարդկանց եւ շքանշան են տալիս, տեսեք, կա զինվորական օրենք, որ եթե քո երկիրը օկուպացվել է կամ գրավվել է, զինվորների թևի շևրոնների սլակները պետք է ներքև լինի եւ կա նշված հստակ քանի տարի։ Մեր երկիրը օկուպացված է, մեր զինվորների թևերի այդ շևրոնները դեռ վերև է, բայց պետք է ներքև լինի։ Եվ այդպիսի երկրում գեներալ չեն տալիս, այդ չասած գեներալից բարձր։ Հիմա եթե մենք նայենք Քուվեյթ, որ օկուպացված է եղել մինչև հիմա, թևերի շևրոնները ներքև աղված, այդ սլակները, որ սենց շևրոնի կա։ Դա զինվորական օրենք է։ Մեր Հայաստանում չգիտես ինչու օկուպացված, պարտված կապիտուլյացիայի
Ենթարկված երկրում շևրոնների սլակները դեռ վերև են նայում եւ գեներալներ են նույնիսկ տալիս։ Այնտեղ կա հստակ, որ քանի տարի գեներալ չի կարող լինի, իսկ մեր մոտ անմիջապես 44 տարից հետո շքանշաններ, Մենք ընդհանրապես եզրասնա հարց առաջանում են, բայց չեմ ուզում այդ հարցի չեղմեմ, հեսա կվերադառնանք գեներալների հարցին։ Մեսիջը ո՞րն էր։ Շքանշանի մեսիջը ո՞րն էր։ մեսեջը ես ասեմ, որ հայ առաքելական եկեղեցին ուզում են ձուլեն ուղղափառ եկեղեցու մեջ եւ դա Կիրիլը արդեն վաղուց սկսել էր, երբ որ Կիրիլը հայտարարեց, որ Արցախի եկեղեցիները ունեն ռուսական հետք եւ մեր եկեղեցին չկանգնեց, չասեց եկեք մի հատ դարերով նայենք ռուսական ուղղափառ եկեղեցին երբ է ստեղծվել ու նորից ստեղծվել է քրիստոնեությունը հայերի կողմից եւ եկեք նայենք այդ առաքելական եկեղեցիները որ դարի են այսինքն այդ ժամանակ ռուսները բարբարոս ցեղեր էին հիմա եւ կա հայկական մի խումբ չեմ ուզի հիմա ձեր եթերում ասեմ Ռուսաստանում համայք որը որ նույնիսկ դիմում է գրել ռուսական պետությանը եւ Կիրիլին որ խնդրում ենք այս ռուսական հայկական եկեղեցիները միացնեք ռուսական առաքելական եկեղեցուն դա շատ վտանգավոր մարդիկ են եղել այո այտենց մարդիկ են եղել ես ձեզ հետո եթերից հետո կտամ մարդու անուն կզանգեք նա ձեզ մանրամասը կպատմի Ես չեք կարծում, որ այսպիսի հարցերը, այսպիսի մարդկանց անունները պետք է տալ հանրությունը, որ մեր հանրությունը լավ իմանա, այս ովքեր են, որ ինքը հաճույքով կմասնակցի ձեր եթերին, գիտնական մարդ, ինքը հաճույքով կմասնակցի ձեր եթերին եւ կբացատրի փաստերով, կպատմի ոնց է գնում, կպատմի ով է ինչ հախի է գրել, այդ ով է այդ մեր ասենց ասած գլխից թռել, հա, մեր եկեղեցին ուզեցել տանի պարկասնի Ռուսաստանի տակ, խնդրեմ։ Այդ ինչ մի հակահայք է։ Հիմա տես Լենդրուժ ջան, թե Վատիկանը, թե Ռուսաստանը, հիմա ընկած են նույն այդ բանի մեջ, Վատիկանն է ուզում հայ առաքելական եկեղեցին իր տակ վերցնի եւ Ռուսաստանն է ուզում հայ առաքելական եկեղեցին միացնի ուղղափառին եւ վերջան այդ հարցը էլ հայ առաքելական եկեղեցի գոյություն չունի եւ եզրասի միջոցով եւ նրա եղբոր միջոցով նրանք հաջողելու են եւ այս իշխանության միջոցով նրանք հաջողելու են բայց ես էլի եմ ասում դու մի բան մի մոռացի ում էլ դնես ու որ ինքը կասի ես սրբոց սուրբն եմ Լենդրոժ ջան թքի նրա երեսին չկա այտենց տերդեր հարգելի Արտակ մարդիկ ընկնում են այս հոսանքների տակ եւ սխալ կարծիք են մեկ կազմում իմ մասին հա մարդիկ որտեվ նայում են ասում են հիմա որ այ երկրի իշխանությունը Հայաստանի երկրի իշխանությունը հա ասենց տեր շոուներ է խաղում հա ինձ էլ այդ տեր շոուի մեջ են մտցնում ասում են այ որ դու խոսում ես ու տերներին դեմ ես հա ու դու էլ ուրեմն Նիկոլի ջրաղացի Բայց ոչ մեկ չի ասում, այս տղեն ինչ իր ալիքը բացել է, հա, լավ բան է, չէ, YouTube-ը մնում է, հիշողությունը մնում է։ Այս 2 տարի է ինչ ես բացել եմ, երկրորդ վիդեոս դա եղել։ Այս 2 տարի է ես դրա մասին եմ խոսում։ Вообще Նիկոլի հետ ու այս Նիկոլի շարժման հետ կապ չունի։ Հիմա ասում են մի խոսա, քանի որ Նիկոլն անում, բայց դա ճիշտ մոտեցում է։ Ես իմը սկսել եմ, ես իմը շարունակում եմ։ Ես ինչի պետք է նայեմ Նիկոլը անում է, չի անում, խի անում։ Ահա մարդ, ես իմը շարունակում եմ։ Մարդկանց եմ ասում էլի։ Ես կամ ով է իրավունք տվել ինչ որ մեկին, որ իմ խոսքի ու կամքի, հա, ասում է ազատությունը սահմանափակի ոչ մեկ։ Ես նկատեցել եմ վատ բաները մեր եկեղեցում, տեսել եմ ոնց են պղծում մեր եկեղեցին։ Ալիքս բացել եմ, սկսել եմ դրա մասին խոսալ։ Հա մի անցել է 2 տարի, սկսել է Հայաստանում տեր շոուն։ Հա։ Հա ինչ անեմ, բերանս փակեմ, չխոսամ։ Չէ, բերանդ մի փակի, ես նույնիսկ հակառակը կասեի, Լենդրուժ ջան, դու նույնիսկ մյուս կողմից մարդկանց հրավիրի, ասեք, եթե դուք համաձայն չեք այս տերդերների ասացի հետ, ովքեր որ իմ եթերում ելույթ են ունենում, խնդրում եմ Սուրբ Աթոռ ուղարկեք ձեր ներկայացուցիչին
հերահար ոնց որ հիմա իմ հետ ես անում, հերահար կարգով կատարենք ելույթ, բացահայտեք, մեկնաբանեք, պարզաբանեք, միգուցե իրոք այդ տերդերը ինչ որ ներքին հարցեր ունի, միգուցե այդ տերդերին ինչ որ հանցագործության կամ մեղքի վրա եկեղեցին բռնել է, եկեք եւ բացահայտեք, ոչ թե բավարարվեք հայտարարություններով Սուրբ Աթոռից, որ գիտեք, այս տերդերի արածը անօրինական է, ոչ, հավասար հարթակ տրամադրեք, այս կողմին էլ Սուրբ Աթոռ, ես նույնիսկ միգուցե կօգնեմ ձեզ կտամ համար Խնդրեմ, Սուրբ Աթոռից, ես հանուն արդարության նշեմ, որ ես հրավիրել եմ, ես հիմա անուններ չեմ ուզում տամ, որտեվ այդ մարդը, չգիտեմ, երևի սխալ է անուններ տալը, բայց ես հրավիրել եմ տեր հայրերի հակառակ կողմից, հա, եւ միշտ մերժում եմ ստացել առանց բացատրությամբ, ու պատասխանը նես չի որ չեմ գալի։ Ինքը զբաղված է ու ես չեմ հասկանում մի բան, հիմա ձեր այդ զրուցում էլ ասում եմ, այդ ոնց հալն որ տեր հայրերը ինչ որ Facebook-ում առանձին պատասխանողներ ունեն։ Իրանք փոխանցենք, հետո մի ժամանակ անցնում է, ինքը զբաղված է։ Այսինքն նենց են խոսում հետդ, որ ինքը չի խոսում, բայց իր անունն է, իր նկարն է, հասկանում եք, չէ՞։ Այդ ոնց հաստատի ախր օֆիսի աշխատող եք, չգիտեմ, ինչի դուք ձեր անձնական Facebook-ում ճակերտների մեջ, որտեղ ես կասկածում եմ, կարծիքով իրանք են պատասխանում, պրոստը այդ ձևի մեջ են պատասխանում։ Չի դուք ձեր անձնական Facebook-ում ուրիշ պատասխանող ունեք։ Ինչ պաշտոնա ձեր պաշտոնը։ Հիմա ես չեմ դուք քաղաքական գործիչ եք, ինչ եք MMS մենեջեր ունեք։ Հա։ Ես նույնիսկ Լենդրուժ ջան մի անձնավորության համար ձեզ կտամ, 2 շաբաթ առաջ Ռուսաստանում բարեկամը հիվանդությունից հետո մեռել էր, զանգել էին եկեղեցի, որպեսզի գային հուղարկավորության, մերժել էին, ասել էին շատ հեռու է, զանգել էին մյուս եկեղեցին սկզբից թվեր էր ասել, այսքան կվճարեք, որ գանք հուղարկավորություն անենք։ Ես գիտեմ։ Հա, գիտեք, հա, իմ ծանոթ մի հենց կին ձեր է, ծանոթից։ իմ ծանոթից, շատ լավ։ Բայց կինչի։ Դե ինձ կինն է պատմում, մի խոսքով ի վերջո մարդիկ ռուսական առաքելական եկեղեցու ներկայացուցիչին են կանչել եւ հուղարկավորությունը կատարել է ռուսական տերտերը։ Սա իհարկե խայտարակ վիճակ։ Ասել են այդքան հեռու չենք կարա գանք, հետո ասել են այսքան փող կվճարեք, որ գանք հասնենք այդտեղ, վերջում էլ ասել են դե որ այն մի տեղը զանգել եք, էլ մեզ պետք է չզանգեիք, մի խայտարակ ողբալի վիճակ։ Սա իրականությունը, դրա համար ես ասում եմ իմ եթերները եւ իմ խոսալ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հետ կապ չունի։ Ես 2 տարի խոսում եմ եւ չեմ պատրաստվում լռել, քան ինչա որ իրանք սկսել են այդ ձև բան, փոփոխություն կլինի, ես կողջունեմ, որտեվ ես ցանկանում եմ փոփոխություններ, բայց էլի լիքը հարցեր կան, ով կգա, ոնց կգա, ինչ կգա, էլի լիքը հարցեր կան։ Ցավոք սրտի մեր հոգեվոր կյանքում խնդիրները մեծ են։ Լենդրուժ ջան, մենք բոլորս հասկանում ենք, ես քո հաղորդումները բոլորը նայում եմ, այդ ընդդիմադիր տերդերներին չեմ ճանաչում, բայց ուշադիր լսում եմ։ Հիմա հարցը, գիտեք որն է, որ վարչապետը փորձում է բարոյականը շեղել ժողովրդի ուշադրությունը, տերդերների բարոյականությունը մտցնել քաղաքական դաշտ կամ օրենքի դաշտ։ Այսինքն օրենքի դաշտում տերդերի բարոյականությունը նշված չի։ Հասկանում ես։ Եվ սահմանադրությամբ մեր պապերը հստակ նշել են սահմանները, եկեղեցին եւ պետությունը ինչքան մոտիկ իրար կարող են գնալ։ Հիմա եթե մենք դեմ ենք խոսում որ երևույթին, որ թողած այսքան ներքին խնդրեմ եւ արտաքին մարտահրավերները, այս մարդը փորձում է ժողովրդին համոզել, որ տերդերի բարոյական կյանքը կամ բարոյական ինչ-որ բան լինելը, դա հանցագործություն է, երբ որ դու ճիշտը չես ասում, եթե կա հանցագործություն, այդտեղ բոլորը հավասար են, տերդերն էլ է հավասար,
Հայաստանի քաղաքացի, ոչ Հայաստանի քաղաքացի։ Եթե կա հանցագործություն, մենք պահանջում ենք, որ այս իշխանությունը գնա հանցագործության համար սկսի վարույթ եւ ձերբակալի հանցագործ տերդերներին։ Հիմա եթե չկա հանցագործություն, հարցը միայն բարոյական մասն է, տերդերի բարոյական կյանքը ոչ մի կապ չունի, ասենք, օրենքի հետ։ Հիմա Արագածոտնի թեմում, երբ որ ցույց տվեցին գումարները տարբեր արժույթների, ես դա չգիտեմ, հիմա կեսը ասում են շինցոյա, կեսը ասում են շինցո չի, մանվելի այդ տուշոնկեքից հետո, երբ որ նրանք ասում են նկարահանվել է առաջին ալիքում այդ, ես իրանցից ամեն ինչ կարամ սպասեմ, իմ գործից հետո կարամ սպասեմ, բայց եթե շինցո չի, այստեղ մեծ հարց է։ Կան տերդերներ, որ 6 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ինչ գործ ունի թեմի առաջնորդի մոտ այդքան գումար, եթե տերդերները աշխատավարձ չեն ստացել, հասկանում ես։ Այսինքն հարցերի մասին պետք է խոսացվի, այլ ոչ թե ասենք նույն հարցը, նույն կոնֆլիկտը կար Սրբազանի հետ։ Երբ որ Սրբազանը կանգնում ժողովրդին ասում էր ներնա, ասում է Սրբազան ջան, արի ասա, դավաճանա սահմանադրության խախտումներ ա եղել, չէր ասում մարդը, այդտեղ քո մեջ արդեն հարց է, եթե դու ճիշտը չես ասում, իսկ ես երկրի ես առաջի օրից ասում եմ, այս երկրի ամենաճիշտ խոսացողը Նիկոլ Փաշինյանն է։ Ասում է հող եմ տալիս, հող է տալիս, ասում է թուրք եմ բերելու, թուրք է բերելու, հասկանում ես։ Այն մնացածը, որ sense հանում են փողոցում ժողովրդին խաբելով ման են տալի, ճիշտը չեն ասում, ինչի համար են խանում։ Այդտեղ մեծ պրոբլեմ ու կոնֆլիկտ է սկսվում։ Եթե ես էլի եմ ասում, կա իջմիածինում հանցագործություն, վերջ հանցագործության օրենքի դիմաց բոլորը հավասար են, նույնիսկ վեհապարը։ Եկեք գնացեք հանցանքի դեմ կատարեք գործողություններ։ Թե հիմա բարոյական կյանքի համար ուզում եք բարոյական կյանքը սարքել քրեական, ոչ, օրենքի մեջ չկա դա։ Նոր օրենք համաձայն եք, որ երկիրը սարքելուց, երբ որ երկիրը վտանգված է, պետությունը վտանգված է, պետք է բարոյականության մասին չմտածես։ Դուք համաձայն եք այս մտքի հետ։ Ոչ, ես համաձայն չեմ, քանի Դուք որ համաձայն չեք, այսինքն ձեր համար բարոյականությունը ավելի բարձր է, քան թե պետականությունը։ Տեսեք, քաղաքավարության նորմաների մեջ ազգի բարոյականությունը հենց շատ մեծ տեղ է գրավում։ Եթե բարոյական ամեն փլվող հասարակարգ սկսվում է բարոյականությունից, հենց բարոյականությունը փլվում է, այդ հասարակարգը փլվում է։ Կապ չունի, եղել է Հունաստանը, եղել է Հին Հռոմը, սկզբից բարոյականությունն է անկում ապրել, դա հենց տերդերի ու կնոջ միայն վերաբերմունքը չի, դա գալիս է խաղամոլություն, թմրամոլություն, դրանք բոլորը բարոյականության հետ կապված են։ Ամուսինների հարաբերություն, այդ բոլորը, ծնող երեխա հարաբերություն, ես որպես երկրի քցեն կառավարություն եմ ասում, կառավարությունը պետք է այդ պահին, կրիտիկական պահին բարոյականությանը նայի, թե երկրի շահին նայի, ես դա նկատի ունեմ։ Եթե տեսեք, եթե նրանք ուզում են բարոյականությանը նայեն, ուրեմն պետք է օրենքի փոփոխություն մտցնեն, որ տերդերների բարոյականությունը օրենքով պատժելի է։ Նոր դրանից հետո դիմեն, ասենք, ինչ-որ քայլերի։ Իսկ առանց օրենքի սարքել PR ինչ-որ քաղաքական քայլ, ես դրան դեմ եմ ու ժողովուրդն էլ դա չի հասկանում, նամանավանդ, որ ժողովուրդը տեսնում է, որ նա գնում է համբուրում է մի կաթողիկոսի ձեռ, կարդինալի ձեռ, որը որ մանկապղծության հարցեր կան դեղ եւ այլն, իսկ իր երկրում ասում է վեհապարը կին ունի։ Դուք զորք կմցնեիք եկեղեցի։ Ոչ մի դեպքում։ Դուք չէիք մցնի, ինչու։ Ոչ մի դեպքում, բայց ինչի կարիք կա զորքի։ Եթե մարդ հանցագործ է, հա, սա ֆանտաստիկա է վերցնենք, պատկերացում։ Հանցագործ է կամ պետական դավաճան է, բայց բարձր հոգևորական է։ Ու մտնում է եկեղեցի, չի փակվում է։ Դուք զորք կմցնեք հանուն պետականության։
թե ուրեմն կասեք չէ, թո ինքն դե հանուն փակված մնա եւ դուս գգա չէ, եւ նոր փակվա կբռնենք։ Չէ, տեսեք, կարող է եւ այդպիսի բաներ լինի, երբ դուրս կգա, բայց զրկել նրան ամեն ինչից, լույսից, ջրից դու կարաս այդ յանես, այդ փակված տեղը, որ երկար չդիմանա եւ դուրս գա, եկեղեցի զորք չի Մեջիններն էլ հետ մտցնի։ է այդ սովորական տերտերներով բան է որ այնց թո սոված մնան, այսինքն դա ավելի լավ է, քան արագի մեջ մի հատ գործողություն անել ինձ։ Տեսեք Լենդրոս ջան, եկեք մի հատ հարցին sense։ Հիմա եթե կա հանցագործություն, նախ առաջինը զանգ կամ ծանոթագիր։ Եկեք ներկայացեք։ Եթե չի գալիս, թաղային։ Թաղայինը հիմա դե թաղային չկա, կա ինչ որ միացրել են հիմա ոստիկանությունում թաղային չկա, ոստիկան, եթե ուզում ես ցույց տաս, որ ձերբակալել ես մարդը ինքը իրանով չի եկել, հա, ոնց որ Կոչուբաևն էր։ Ուզում եք ցույց տալ ձերբակալել եք, ոստիկանը կարող էր գնալ, բերել ալֆայի կարիք այնտեղ չկա։ Հիմա երկրորդ քայլը ուղարկում ես ոստիկանին։ Մերժվում են, բոլորը մերժվում են։ Չեմ գալի։ Հիմա բոլորը մերժվում են։ Տեսեք, ամեն մերժումը դա հանցանքի ծառացում է գնում, եւ մարդը գիտակցում է, երբ որ նրա վրա արդեն կա հանցագործություն, եւ դրանից հետո արդեն կան քայլեր միջև այդ զորք մտցնելը։ Այսինքն պետք է հաշվի առնես ինչ զորք ես ուղարկում։ Եթե դու խոսում ես ալֆայի, ալֆան գործում է կառավարական որոշումների եւ օրենքի սահմաններում եւ ալֆայի գործունեությունը ես հաստատ գիտեմ որ նշված է ահաբեկչության դեմ պայքար ես չեմ տեսել ալֆային պետական դավաճանության դեմ պայքարը ինչու ոչ չէ մի րոպե ես ալֆայինը չեմ տեսել բայց եթե ալֆան գնում է գործի դա պետք է լինի այսինքն մի այնպիսի միջադեպ որ կամ մարդու կյանքին կամ երկրի գործունեությանը խիստ վտանգ է սպառնում։ Այսինքն նա չի կարող գործի զանգովի կան կառավարական որոշումներ, ինչ քայլերով է ալֆան գործում։ Հիմա եթե այդտեղ ներքին զորքերի կամ բարեկի գործ է, սկզբից բացատրական աշխատանքներ, ոնց որ Աճապարյանին, չէ՞, ասենք բացատրական աշխատանքներով Աճապարյանը դուրս եկավ, նստեց իր մեքենան, եկավ, այնտեղ զորք ուղարկելու, այդ շոուն սարքելու իմաստը չկար։ Կատարվեց բացատրական աշխատանքներ, կառավարությունը եւ եկեղեցին ունեն իրար հետ շփման, ասենք պրոտոկոլային ճանապարհներ, ոչ օֆիցիալ ճանապարհներ, նույնիսկ այնտեղ կարող ես դու ներգրավել նախկին պրեզիդենտներին, այսինքն մաքսիմալ չստեղծել կոնֆլիկտ եկեղեցու եւ ժողովրդի կամ պետության միջև։ Այդ ձեր նկարագրած այդ ծայրահեղ դեպք, որ եկեղեցի պետքա զորք մտնել, ես չէի մտցնի զորք։ Ես գիտեմ ոնց կձերբակալեի այդ մի տերդերին առանց եկեղեցի զորք մտցնելու։ Այսինքն դուք հետ նոր տեսեք ամեն ճանապարհ ընտրեցի երկարացնելով, պատմելով, բացատրելով, ամեն ինչ անում եք, որ այն ասում է, որ զորքի ոտը եկեղեցի չդնի, հա, բարոյականություն եք ցույց տալի։ Իսկ ես ուզում եմ բարոյականության հարց չէ։ Նախ զորք ասելով զորքը ընդհանրապես Չէ, դե գիտեք ինչ կա, ես ըլնեմ, հա, ես ըլնեմ, եթե խնդրեմը ես եմ, եկեղեցու մարդ չեմ, կարող է երկու օքով գան, ընծի ինձ տանս մեջ, հա, սենց այն քնիցս հանեն, այն որ ասում մայկա տրուսիկով, սենց ոտ-ոտ, սենց վեկալեն, հա, մի հատ էլ են պիկապներից սենց այն բագաժնիկ են, որ շպրտում են, այդ ձև շպրտեն տանեն։ Բայց ոչ զորքը դա չի անի, զորքը ընդհանրապես գործ չունի քաղաքականության կամ երկրի մեջ ինչ որ դա մի անգամ եղել է 90-ականներին։ Իրավապահ չի համար եմ այս հարցերը տալի, պրոստը մի հատ ուրիշ անկյունից եմ տալի, որ սենց մարդիկ մտածեն, թե պետությունը զորք պետք է ուղարկի։ Ես ուզում եմ այս ամենը սենց ասեցի դուք էլ ասեցիք եւ ընդհանրեն ուզում եմ հիշեցնել, որ երկրի հայրապետը Տիրան Սարփազանին օմոնի օգնությամբ է հանել եկեղեցուց։ Նա է ուղարկե Ռուսաստանում նա է ուղարկե ռուսական զորքի, իսկ օմոնը զորք է։ Այո,
Չէ, օմոնը զորք չի, օմոնը ներքին գործերին Հա, է բայց էլի պատկանում, դու այո։ հակնված զորքի նման մտել Դա ես, ոտու ձեռ են դա արել այդ մարդու։ հանցագործություն է։ Ահա, Դա դա արել է հանցագործություն է այսօրվա եկեղեցու։ հայրապետը։ Այո, Ես Լենդրու ջան, ես հասկանում եմ, բայց ասենք Ես Տիրան ոնց որ Սրբազանին կներեք, էլի 100,000 անգամ ներողություն, որ ձեր խոսքը ընթացում եմ, բայց սա ուզում եմ հասկանալ, ես Տիրան Սրբազանին չեմ պաշտպանում։ Ինչու համար չեմ պաշտպանում, որովհետև Տիրան Սրբազանը նույնպես ունի զավակ, ու նա խոստովանել է, որ ինքը ունի զավակ։ Ինքը կուսակրոնա չպետք է ունենա զավակ։ Շատ հնարավոր է, որ հիանալի, հոգևորական է, համի սիրահարվել է, ինքը տենց ասում, որ ես սիրահարվել եմ, էս ինչ թվականին, sense բան է եղել։ Ինքը ասում է, այո, եղել է այդ ձև բան, ես երեխա ունեմ։ Հա, բայց ըստ հոգևոր կանոնների մարդը երեխա ունի, չի կարա arczepiskopos լինի, կարա լինի հոգևորական, բայց ուրիշ կարգավիճակով։ Բայց որ հայրապետը օտար երկրի զորքերը մցրել է մեր եկեղեցի, դա փաստ է։ Այո, հիմա Լենդրու ջան, այդ կատարվել է օտար երկրում։ Մենք այդ երկրի հետ գործ Բայց չունենք, եկեղեցին իմն է։ ընդհանրապես այդ երկրի դե այդքան էլ քոնը չի այդ եկեղեցին։ Ոնց։ Հայկական առաքելական եկեղեցին իմը չի։ Դե կան հայկական առաքելական եկեղեցիներ, որ մերն էլ չեն։ Հիմա ինչ կատարվել Հայրապետին է մերն է Ռուսաստանում, պատկանում, առանձին չեն իրանք։ Այն, չգիտեմ, ինչ որ հատուկ ուղղվածություն չեն։ Հենց հայ առաքելական եկեղեցին է։ Լենդրու ջան, մի կարճ բառով Սա էլ ասեմ, երբ որ շունը փողոցում ին վրա հաչում է, ես 4 ոտի վրա չեմ իջնում, շան վրա չեմ հաչում։ Հիմա եթե ինքը այդեն շնություն է անում, այդ չի նշանակում, որ ես պիտի նույնը շարունակեմ ու գնամ այդ նույն ճանապարհով, Ես ես էլ չասեցի, իրան որ հետ նույնը անեմ։ անեք, ես ասեցի, որ իրանք իրանց սրբի տեղ են դնում, հա, երբ որ ոստիկանա իրանց հետևից այդում կամ երկրի իշխանություններն են չափեր անցնում, իրանք վրաս ասում են, նայեք ինչ են անում, բայց մոռանում են նույն բանը իրանք էին արել։ Էй, մասածը Նույն բանն է վարչապետն էր արել, երբ որ Ահա, ՊՆ-ի ղեկավար այդ գենշտաբի ղեկավարը հրաժարվում էր գնալ, նա արդեն զորք էր պատրաստել, որպեսզի հարձակվեին ՊՆ-ի վրա։ Ու նա վատ էր զգում, երբ որ կարգալույծ եղած գենշտաբի այդ ղեկավարը հրաժարվում էր պոստը լքել։ Հիմա եթե եկեղեցին է կարգալույծ եղածին ասում լքի, եւ դա եկեղեցու տարա։ Հիմա դու օֆիս ունես, արի սենց հաշվենք, հա, Լենդրու ջան։ Դու ունես օֆիս, նշանակել ես մենեջեր օֆիսում։ Սխալ ես դու, կապ չունի, դու սխալ ես։ Բայց այդ մենեջերին ասել ես օֆիսից ես դուրս արի։ Ու ինքը դուրս չի գալի։ Դու իրավունք ունես իրան հանես այդ օֆիսից, թե չէ։ Ես ժողովրդի լեզվով եմ ասում։ Հիմա կա մի տեղ դեր, ես չեմ պաշտպանում ոչ մեկին, բայց ախր մեր երկրում էլ ոչի բան չի գործում։ Արդյոք չգիտես որն է իրականը, որն է ոչ իրականը։ Այդ է հարցը։ Դե մի ուշադիր մեր խոսակցությունը, հա։ Երկրի իշխանությունները չեն գործում։ Այսինքն վատ են գործում, այնքան վատ են գործում, որ կարելի ասել եկեղեցին չեն։ ընդհանրապես չի գործում, Եկեղեցին առանձները ընդհանրապես չի խեղդել են։ գործում, այդ նույն ձեր ասած գենշտաբի պետը ընդհանրապես չի գործել ոչ պատերազմի ժամանակ, ոչ պատերազմից հետո, ոչ էլ միջև հմի, ով որ կա, միջև այս թազեն անուն էլ չեմ հիշում, ասում էր էսա ադրբեջանցիք սոված են մնալու այդ Հա, անջելիկը։ սոված կմնան կգնան, հա։ Հայտարարություն։ Հա։ Հա, չեն գործում։ Ոստիկանությունը չի գործում։ Ոստիկանությունը այդում է մարդ ձերբակալի, հա, ով է այս բան տեսի, հատուկ ծառայությունը կան ինձի ձերբակալելու։ Ես ժամեր առաջ իմանամ, որ հետևիցս գալու է խայտարակություն, ամի ում գնացին բռնին, այդ մարդիկ իրանց համախոհների հետ այդ ձև նստած էս սպասում էին, թե ով պետք է գա։ Այսինքն իրանք արդեն տեղյակ են, այդ շոու մի հատ sense խայտարակ խժի-բժի վիճակ։ Այո, ու բացի համախոհներից, նույնիսկ լրագրողներն են ընդդեմ։ Լրագրողներն էլ որ կռիվ դառնա, շուխուր դառնա, հժոց դառնա, որ շոուն լավը լինի, այդ խառը կանանչին sense լավը լինի։ Այդ շոուն հենց գալիս է իշխանության ձախողումները, որպեսզի ժողովուրդը ամեն օր ունենա մի հատ շոու, որպեսզի ամեն օր մի օր Եղեռնի հուշարձանը կքանդենք։ Մյուս օրը Վարդանիկին կձերբակալենք, մյուս օրը ես իմ ինչ կանենք, մյուս օրը Մասիսը կհանենք անձնագրերից։ Իմիջայլոց ուզում եմ ես ասեմ, երբ որ բրասլետը հանեն, ես ճամփորդեմ, ես իմ անձնագրի կնիքի վրա Մասիսը նկարելու եմ, դա տուգանքի նյութ է, եւ ես մարդկանց ասում եմ, ամենաշատը
իրավունք ունեն անձնագիրս ոչ վավեր համարեն եւ նոր անձնագիր տան եւ ես ասում եմ ժողովուրդ ջան, ով որ այդ ձև սիրուն իր անձնագրի մեջ կնկարի Մասիսը ելքի եւ մուտքի այդ կնիքի վրա եւ ձեր վրա տուգանք կնշանակվի կամ անձնագիրը կչեղարկվի, ես այդ կհատուցեմ հետ։ Ապացուցեք, որ այդ տուգանքը ցույց տվեք տուգանքի որոշումը, որ տուգանքը հենց այդ նկարելու համար է, կամ անձնագիրը չեղարկվել է հենց այդ նկարելու համար եւ ես կհատուցեմ այդ գումարները ձեզ հետ։ Ես անձամբ նկարելու եմ իմ անձնագրի մեջ, ես նկարելուց շատ լավ եմ, փայտի վրա քանդակել եմ անում, նույն ձև ոնց որ առաջ եղել էր, ես ամեն ելքի մուտքի կնիքի վրա Սիսնու Մասիսը նկարելու եմ։ Պարոն Սարգսյան, մեր եթեր արդեն 1 ժամ 8 րոպե եւ ժողովրդին ճիշտ ասած չեմ ուզում հոգնեցնել եւ կտամ վերջի հարցը եւ սրանով սահմանափակվենք եւ վերջացնենք մեր եթերը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահան Սևան արդեն իրանց լեզվով է կոչում, ես ճիշտ ասած չեմ հիշում ոնց էին ասում, չեմ ուզում հիշեմ, եւ հաստատում է, որ ասում է, որ ցարական Ռուսաստանի այդ քարտեզներում Սևան չի, այդ իշ կոչվածն է, եւ սա բոլորի համար էլ պարզավոր տարածքային պահանջ է, եւ Ադրբեջանը բոլորն էլ հասկանում են, որ ինչ խաղաղություն, ինչ բան Ադրբեջանը հայել ուզենալու է, Հայաստանից ինչ որ մի բան փոխի, ամեն անգամ սես կրճոկելով վերջացնի Հայաստանը գնա, բայց խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Իմ մեկնաբանությունը ոչ մի բանից չի փոխվել, Ադրբեջանի հետ խաղաղություն կարող է լինել մեկ պայմանում, երբ որ Ադրբեջանը կլուծարվի։ Նրա հետ ուրիշ կերպ խաղաղություն չի կարող լինել։ Նրանք մի քանի կորիդորի մասին են արդեն խոսում, Թուրքիան նոր կորիդոր է արդեն ներկայացրել Ղարսից մինչև Ղազախ, առանց Նախիջևանի, մի զեբրայի ճակատագիր ունի այս Հայաստանը, եթե Հայաստանը ընդհանրապես մնա։ Ալիևը դա անում է, խեղաթյուրում է պատմական հարցերի ընկալությունը, քարտեզները, եթե նույնիսկ այդպիսին կան, պետք է նայել ինչ ազգի ներկայացուցիչ է եղել քարտեզ կազմողը, քարտեզը դա պետություն չի, քարտեզը դա պատմություն չի։ Ես բազումս նշել եմ, որ միջև հիմա պարսկական քարտեզներում Սևանա լիճը, դե քանի որ այդ ռեգիոնում ապրում եմ, Սևանա լիճը նշված է ջիլ, կողքը գիծ է դրված եւ նշված է Սևան։ Հիմա միգուցե ես պատմաբար չեմ, Մարկո Պոլոն ուրիշ ձև է անվանել Սևանա լիճը, միգուցե Իբն Բատուտան արաբ այդ ճամփորդողը, որ անցել է ստեղով, ուրիշ անուն է դրել, չինացիները ուրիշ անունով են կոչում է Սևանա լիճը, բայց դա չի նշանակում, որ դա չինացունն է կամ պարսիկինն է կամ Իբն Բատուտայինն է եղել խալիֆատի ժամանակ։ Ես հաստատ գիտեմ, արաբները ուրիշ անուն են տվել, դա պատմության հետ ընդհանրապես կապ չունի։ Նայած քարտեզը ինչ ազգի ներկայացուցիչ է կազմել։ Ըստ դրա նա կարող է ինչ-որ անուն տալ։ Ադրբեջանի ղեկավարի հայտարարության համար մենք դիրքորոշումը մեր ներկայացրել ենք, դա այդքան վտանգավոր չի, ինչքան այն, որ մեր իշխանություններն են արդեն կրկնում այդ թեզը, որ դե հիմա ասել է մարդը, այդ դա արդեն շատ վտանգավոր երևույթ է, երբ որ քո իշխանության ներկայացուցիչները առաջի դեմքը, երկրորդ դեմքը կրկնում են դա եւ ժողովրդին փորձում են համոզել, որ դե իմաստը թուրքական է եղել, ինչ եք ուզում։ Ուշադրություն մի դարձրեք, հո չի ասել տանկերով կգա, ասել է ավտոյով կգան։ Ես գտնում եմ, որ սենց իշխանություն ունենալով Ադրբեջանին պետք չի զորք կամ զինամթերք նույնիսկ վատնել կամ ագրեսորի անուն հանել, իրոք նրանք ավտոներով կգան առանց զենքի, առանց զինամթերքի եւ կգրավեն այս երկիրը։ Այսքանը։ Այսքանը կասեմ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, շնորհակալություն, որ եկաք։ Իսկ դուք սիրելի բարեկամներ, կխնդրեմ չմոռանաք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ այսօր պարոն Սարգսյանի աշխատանքը։ Այսօր այսքանը։ Սիրով Ստեսություն։ Լենդրոս ջան, ես եմ շնորհակալ։ Հաջողություն։